Հիմի օրինակ ես ունեմ լիքը կոմպլեքսներ, նու հաղթահարում եմ էլի փուլ առ փուլ, բայց նկատում եմ, որ ոնց որ չեմ ջոգում դա ոնց է էլի աշխատում, ըլնում է, որ լիքը հաղթահարում եմ կոմպլեքսներ, բացվում եմ ու հասկանում եմ, որ ասենք շատ անկապ բաներից եմ կոմպլեքսավորվել, որ իմաստ չուներ էլի դրանից կոմպլեքսավորվել, բայց միևնույն ժամանակ տենում եմ, որ այդ ազատվելու ընթացքում նոր կոմպլեքսներ եմ ձեռք բերել էլի ու ասենք չեմ ջոգում այդ ոնց է աշխատում, ասենք ոնց նրանք բաց թողամ ու նորը չվերցնեմ էլի, բայց նոր կոմպլեքսներ են գալի քո ջոգելով, թե ինչ որ կոմպլեքսներ, որոնք այդ որի վրա որ աշխատում ես, հետից ածկել են նրանց ու այդ մեկը որ լուծում ես, նրանք արդեն հելնում են ջրի երեսը։ Հա, ինձ թվում է տենց է, որովհետև նենց չի որ այդ կոմպլեքսների հիմար բաներ անծանոթ էր էլի, անծանոթ չէր вообще, ասում քո հետ էին իրանք այդ կամախ։ Այսինքն ստացվում է, որ ունեցել եմ, պրոստը չեմ ջոգել, որ դրանք ունեցել։ Բայց գիտես, որ այդ բանը էլի, այդ կոմպլեքսները այդ միջավայրն էլ է ստիպում էլի, որ կոմպլեքսավորված, տենց շատ եմ լարվում ինչ-որ բաներից, սենց պարփակվում, ու շատ պրիմիտիվ բաներից էլի, սենց առօրյական բաներից, ու ոնց որ խնդիրի մեջ չեմ կարամ գտնեմ, տենց խնդիրը գցում եմ շրջապատի վրա, միջավայրի վրա։ Բայց միջավայրը ոնց է առաջացնում այդ կոմպլեքսները։ Չգիտեմ, բայց կարամ մի հատ օրինակ բերեմ, մի հատ նոր տեղ եմ աշխատում, մի ամսից ավել համարյա 2 ամիս չկա էլի։ Ասենք այդ միջավայրում շատ կոմպլեքսավորված եմ էլի, չեմ կարող ազատ լինեմ, ոնց որ հասկանում եմ, որ մենք ոնց որ ընդհանուր ոչ մի բան չունենք, բայց իրանք լավ մարդիկ են, ուզում եմ իրանց հետ շփվեմ, բայց չեմ կարող էլի, ընդհանուր բան չեմ գտնում ու հավաքվում են տենց հաց ուտելու, շատ լարված եմ, ինձ հրավիրում են իրանց հետ միշտ հաց ուտելու, բարի մարդիկ են էլի, բայց շատ լարված եմ էլի, ասենք սենց լարված կանգնած ինչ որ բան եմ ուտում ու ասում եմ լավ էլի դե խի եմ սենց լարված էլի։ Բայց դու вообще փակ մարդ ես քո ջոգելով։ Տենց միջավայրներում հա ինձ թվում է, տենց անծանոթ խամ տեղերում հա։ Որտեվ մենք որ ծանոթացանք, ինձ թվում է սենց միանգամից շփումը ստացվեց էլի, ես օրինակ չընկալեցի քեզ որպես փակ մարդ։ Դե նա ես քեզ ոնց որ մենք նոր էինք ծանոթացել իրար, բայց դու ինձ շատ ծանոթ մարդ էիր, որ նայել էի ոդկասթները բանման ու տենց ոնց որ Էդ էլ ազդում։ Էդ էլ ազդում, հա, շատ։ Բայց դեն մարդկանց արդեն ամիս ու կեսա գիտես։ Հա, բայց չի օգնում։ Դե նա օրինակ եթե տենց համեմատում ենք, որ քեզ գիտեի ոդկասթներով նայել էի, մոնոլոգներ ունեիր, որ նայել էի, լսել էի, կատուն բանի վրա։ Ոնց որ տենց բերել էիր մի հատ անմիջական դաշտ քու հետ էլի, հասկանում ես։ Հա, ոնց արդեն տպավորություն կա, որ մարդուն։ Հա, կարաս վստահես էլի տենց։ Вообще գիտես ինչից կարանա լինի, որ այդ ինչ որ դու տեսել ես, այնտեղ ես բավական ինչ որ բան եմ, անկեղծ եմ, ոնց որ ինչ որ ներսից ինչ որ բան տալիս։ Իսկ այդ մարդիկ ում հետ որ դու կարող մի ամիս, 2 ամիս շփվես, բայց իրանք կարող է շատ արտաքին բաներ տան մենակ։ То есть առօրյա ինչ որ խոսակցություններ մենակ լինի, то есть դու կարաս ինչ որ մեկի հետ 2 ամիս եղանակից խոսաս ու քաղաքականությունից, ու իտոգում դու այդ մարդուն որպես մարդ, հենց իրա որպես ինչ որ իրան չգիտես իրան։ Դու պրոստը իրան ճանաչում ես, որտեվ իրան շատ ես տեսել։ Բայց իտոգում իր ներսը չգիտես ինչով է ինքը տարբերվում խոսքեն մյուս մարդկանցից։ Ահա, իսկ երբ որ ինչ այտենց անկեղծ ինչ որ բան ես լսում ավելի տպավորություն կա, որ այդ մարդուն ոնց որ շուտվանից ճանաչես էլի։ Այդ որ ասում ես դու ավելի փակ մարդ ես, թե բաց, ոնց որ իրանց մար փակ եմ, որովհետև տենց իրանց որպես անհատականություն չգիտեմ ու շատ ոնց որ առանց իմանալու շատ ճիշտ օրինակներ բերեցիր։ Մենք կարանք շփվենք եղանակից, քաղաքականությունից ու կարամ ինչ որ որպեսի ինտեգրվեմ
միջամտեմ ինչ որ մեքենաների մասին խոսակցություններից, որ գաղափար չունեմ, պրոստը ինչ որ մի հատ բան ասեմ ավտոյի վրով, որ ես էլ ինտեգրվեմ, բայց դա տենց իմ մարա մի քիչ արհեստական ստացվում է, բայց իրանց մար այդ օքեյ է ու թվում է, որ տենց ինձ բեսամբ հետաքրքրել է, որ այդ ակերը քննարկում են, որն է թանկ, որն է լավ, որ այդ ինձ հետաքրքիր է, բայց ոնց որ իրանք են ինձ հետաքրքիր, ոչ թե այդ թեման, այդ ակերի բանով ուզում եմ ես ինտեգրվեմ իրանց մեջ, էլի, ու իմ արդա խնդալու է թվում, ինձ թվում է կողքից սաղ ջոգում եմ, բայց չեն ջոգում, էլի։ Բայց այդ մարդիկ ինչով են քեզ հետաքրքրել, օրինակ, եթե իրենք մենակ ակերից ու եղանակից են խոսած, բայց ինչ որ մի ձև կպել են, չէ՞ քեզ։ Հա, բան են, այդ ոնց որ հիմնականում կանայք ու աղջիկներ են ու մի քանի հատ տղական։ Ակերից խոսում։ Չէ, մի քանի հատ տղական ինձնից փոքր են, էլի, շատ երիտասարդ են ու շատ աշխատասեր են, էլի, իրանք իրականում ու նենց ոլորտում են ինտուզիազմով աշխատում ու տենց ջանք թափում, որ ափսոսում եմ, էլի, որովհետև տենց իրանց փորձում եմ ինչ-որ բաներ խոսամ, ասում եմ, տես դու օրինակ կլնեիր, չեմ ուզում անուններ տամ, էլի, կոնկրետ ասում եմ, սենց ինչ-որ մի հատ տեղ լնեիր ու ես քո այս աշխատասիրությունը ներդնեիր, դու ոնց որ մենակ աշխատավարձ չէիր ստանա սուխոյ ու դեգրադացվեիր, էլի, դու գիտելիք եք ստանայիր, ուսումնասիրեիր, լավ բաներ կլներ ու դրանով են գրավել, որ շատ ջահել են ու աշխատասեր են, ահա որ էլի, ասենք առավոտ շատ շուտ գալիս են, մինչև ուշ իրիկու, տենց ու սիրելով են անում, էլի, ու դրանից էլ եմ նեղվում, որ այն ինչ անում են, սիրելով են անում։ Դրանից ես նեղվում։ Որովհետև այդ արած աշխատանքին, որ օբյեկտիվորեն էլ ես նայում, տենց մի քիչ չեմ ուզում կոպիտ հնչի, բայց ոնց որ դատարկաբանությամբ են էլի զբաղվում ու շատ ես այդ թեմով քո այդ օրը դրսում եմ խոսացել, որ ինձ հարցրեցիր, ասացիր ինչով ես զբաղվում, ասի բարիգություն եմ անում, ոնց որ իմ արած աշխատանքը հավասարացրի դրան, բայց շատ կոպիտ է հնչում, բայց հա էլի ինչ որ ոնց որ ինտուզիազմով մարդիկ են, աշխատասեր շատ, բայց շատ ոնց որ ինչ որ կեղտոտ մեխանիզմի շարժիչ ուժերից են էլի իրանք։ Ոչ մի իրանց աշխատանքն էլ ես ընկալում որպես բարիգության պես։ Իրանցը չէ այդքան։ Հա, կանա։ Որովհետև իրավունք չունեմ այդ տենց։ Բայց եթե ունենայի իրավունք։ Եթե ես էլ լինեի, հա, ինձ թվում է, հա։ Բայց իմ արած աշխատանքին մի քիչ շատ բան եմ վերաբերվում էլի, սուր։ Նայ, պրոստը օրինակ ըստ քեզ կարևոր է մարդ ինչով է զբաղվում, խոսքս նրա մասին է, որ դատարկ բանով է զբաղվում խոսքի, բայց նենց բան չէ, որ ուրիշներին վնասում է, բայց դատարկ բանով է, то есть ուրիշ ինչ-որ մի բանով կարող զբաղվել, ավելի շատ զարգանար, իսկ դա չի զարգանում, բայց արդյոք կարևոր է ինչով է ինքը զբաղվում, եթե ինքը դրանից հաճույք է ստանում։ Հա, իհարկե։ Եթե ինքը իրան բավարարված է զգում, ինքը իրան լծված ու կոմֆորտ է, շատ երջանիկ է ու ոչ մեկին չի վնասում, հա, օքեյ է։ Հա, այսինքն կարևոր չէ ինչով կզբաղվի, կարևորը որ իրան լավ զգա։ Հա, իհարկե, ու չվնասի էլի ամենակարևորը մարդկանց։ Իսկ այդ արդեն երբ որ ինքը կոմֆորտ է, տենց լավ է, ինչ որ պահից կզգա, որ կուզի կատարելագործվի, էլի, ոնց որ շատ հնարավոր է, որ ուզենա ինչ որ բան ավելանի, էլի։ Այդ կրթվելն էլ է մի քիչ ոնց որ մի քիչ հարաբերական է, էլի, ասենք, որ կարա տեն շատ սուխոյ չնայենք մենակ գիր կարդալ էլի կրթվել, ասենք, կարա ինքը պրոստը անդադար նոր երաժշտական խմբեր բացահայտի ու լավ երաժշտություն լսի կամ կինո նայի։ Հա, պրոստը դու այդ ասում ես մարդու տեսանկյունից, ով որ դրա կարիքը ունի, ում համար որ դա արժեք ունի։ Բայց մարդ կա, որ այդ ինքնակրթման բանը ոնց որ չզգա, կարիքը, հա, ու կայֆոտ իր համար ապրի։ Կարող անգամ խելացի է, էլի։ Ոնց որ իմ մոտ պրոստը եղել է այդպես բան, որ ես իմ պատկերացումները ինձ թվացել է թե խոսքի ես էս ինչ բանի մեջ մեծ արժեք եմ տեսնում,
ու նայում ուրիշին ասում ոնց կարես դու էդի չտեսնես էլի։ Էդի շատ կարևոր է այս կյանքում, բայց իրականում դա ինձ է բավարարվածություն տվել։ Ու ես այդ մարդուն եմ որ պրոստը բզել եմ, որ ինքն էլ փորձի էդի տեսնի, բայց այդ մարդուն вообще պետք չի էլի։ Ճոգում ես ինչ նկատի ունեմ։ Դե հա։ Ոնց ինչ որ բան, որի մեջ ես 100% վստահ եմ, որ դա մեծ արժեք ունի։ Ու ես մտածում եմ, որ դա ուրեմն սաղի համար է տենց, բայց ինչ որ բայ մեկը ճոգում որ մարդ կա, որ օրինակ կոնկրետ օրինակ եթե բերեմ, իսկի իմ համար կարևոր է անդադ ինչ որ sense հարցեր տամ ինձ, որ ճոգեն вообще ինչ է տեղի ունենում։ Իտոգում չեմ ճոգում բնականաբար, вообще աշխարհում էլի, կյանքում ավելի ճիշտ։ Իտոգում չեմ ճոգում, բայց որտեվ հարցերը անսահման են, բայց ինչքան շատ հարց ես տալիս ու պատասխան ես գտնում, այնքան տպավորություն թե մոտենում ես այդ բանին, այդ անվերջության մեջ գտնվող ինչ որ բանն էլ, դու զգում ես որ քայլ ես անում ինչ որ։ Ու ես դա ընկալում եմ իմ համար որպես ինչ որ ինքնազարգացում, որ ես հարցերի պատասխան տալի եւ այլն եւ այլն։ Ու ես ունեմ տենց ընկեր, ով որ вообще տենց չէ, լրվում է խոսքի իր համար, ու պարկի սերիալ նայ տունը բան, ու всё։ Ու հաջորդ օրն է տենց, ու դրա հաջորդ օրն է տենց, ու ասես նայում ասում, բայց կյանքը դուր է գնում, էլի դու ոնց որ փախնես պրոստը ինչ որ խնդիրներից, բայց հետո որ մի քիչ շատ այդ մարդուց շփվեցի, ճոգեցի, որ ինքը տենց է պրոստը ապրում։ Հետո ես եթե տենց ապրեի, այդ կնշանակեր, որ ես փախնում եմ խնդիրներից։ Հա։ Բայց ինքը կոմֆորտ է դրա մեջ, ճոգում ես։ Ես եթե տենց անեի, ես ոնց որ իմ վախերը փակելու համար տենց կանեի։ Իսկ ինքը դրա համար չի անում, պրոստը դրանից է հաճույք ստանում, ճոգել է ինչից է հաճույք ստանում, տենց ապրում է իր համար։ Իսկ կարող է ոնց որ ինքն էլ իր այլ մեթոդն ունի էլի, իր վախերը հաղթահարելու ու դա կամ չի անում, կամ ձևը չի գտել էլի, լա դեռ։ Կարող է դաժե անում է, պրոստը այդ ամեն չի հետ կապ չունի, то есть իմ ու իր մոտ տարբեր ձև է աշխատում, բայց ես որ գիտեմ իմ մոտ ոնց է աշխատում, ես ինձ իրան ասում եմ, սենց է աշխատում, ես հա դու ես սենց արա, բայց դուք вообще։ Դե բայց կարող է իր մոտ չաշխատի։ Հա էլի։ Հա, տենց վերջում տենց բացահայտեցի, որ դա իմն է պրոստը էլի։ Բայց իրան ճանաչելով դու ճոգում ես, որ ինքը գտել է, թե չէ։ Իրան ճանաչելով ես զգում եմ, որ իրան իրոք տենց հավես է։ Պրոստը հավես, հա։ Հա, իսկ նույն այդ իմ համար շատ մեծ բան է, էլի, որ պրոստը հավես եթե ելնի, որտեվ ես չունեմ տենց բան, որից ինձ միշտ պրոստը հավես կարա լինի։ Դուք ինչ որ բանից կարա այս բան հավես լինի, մյուս բանը ես դա անեմ, դրա մեջ ինչ որ անիմաստություն տեսնեմ։ Իսկ այդ մարդուն միշտ դա հավես է, դա դաժե իմ համար նախանձելի է։ Գտել է էլի ինքը իրանը։ Հա, ես էլ կուզեմ տենց գտնեմ իմը։ Հա։ Այդ նույն այդ որ նոր ասում ես բանա, չէ, ինչ որ բաներից փախնում է իր վախերից բանման։ Ես էլ եմ միշտ իմ ինչ որ վախերից, կոմֆորտ զոնայից դուրս գալուց ու վախերից միշտ փախել եմ։ Ու այդ փախուստը պատկերացրել եմ, որ օրինակ տենց շատ քիչ ընկերների հետ շփվեմ, առօրյա ու տենց գնամ գիրովական ինչ որ տուն վարձեմ, տնեցիկից հեռու բան հանգստանամ, խախանդ կյանք ապրեմ, հանգիստ կտրված ես քաղաքային ես թոհու բոհից բանման, բայց որ գնում կտրվում եմ, հասկանում եմ, որ ես ինչ որ կոնկրետ փախել եմ, էլի այդ ամեն ինչից ու ես այդտեղ ինչ որ որպես սուբյեկտ ինչ որ բաներ ունեմ լուծելու էլի իմ մար ինչ որ բաներ ունեմ լուծելու ես դրանցից փախել եմ բայց գալիս եմ էլի այդ քաոսի մեջ խճճվում եմ չեմ հասկանում կորցնում եմ այդ իմ խնդիրները որն է իմ вообще որպես մարդ իմ առաքելությունը ինչ է այս հասարակության մեջ խոսքի ես հիմի այդ խնդիրը ունեմ էլի կոնկրետ ոնց որ չգիտեմ ասենք հա ինչ որ կամ էլ ես իրական ինչ եմ անում ես ոնց որ ումա պետք իմ արածը ու դա տենց բան չի էլի ոնց որ տենց ընկճված տեքստեր չեմ ասում պրոստը այլ ռեալ չգիտեմ այսօր հա ոչ թե ասում ես ինչ մեղք եմ ես այլ պրոստը իրոք ուզում եմ մոլորվել ես չես ժողովուրդ պրոստը ինչ եմ անում եմ օքեյ էլի անում եմ բայց խի եմ անում հա խի եմ անում օրինակ հիմի ես աշխատում եմ բայց ոնց որ չգիտեմ խի եմ անում իմ արած գործը ումա պետք նկարում եմ իմ նկարածը ումա պետք ոչ մեկի ախպեր իսկ որ իմանաս ումա պետք քո ջոգելով իմաստ
կառաջանա, թե հետո է ուրիշ հարց կտաս խոսքի։ Հետո ուրիշ հարց կտամ, թե ինչ եմ անում։ Ումա պետք ավելի ճիշտ ոնց որ այդեղ եթե իմանամ ինչ եմ անում, այդեղ արդեն էլ ումա պետք հարցը դուրս է գալի, էլի ոնց որ եթե իմանամ ինչ եմ անում, արդեն էլ չեմ մտածի ումա պետք, որովհետև կգտնի այդ մարդը օրինակ բարձ օրինակ եթե ֆիլմ պիտի նկարեմ, ոնց որ ինքը իր հանդիսատեսին կգտնի էլի։ Okay, լավ ֆիլմ նկարեցիր, խոսքի քո սրտով, քո ուզած ֆիլմը նկարիր, դու հավանում ես, ու հանդիսատեսն էլ գտնվեց, իրանք է հավանեցին։ Հա։ Ու տեղ հարց չի առաջանում, հա, բայց խի խոսքի։ Էլի խի, նկարեցի խոսքի, այս ֆիլմը կա լավն է, ինձ դուր է գալիս, ինչ տվեց էդի։ Լսի այդ շատ կայֆ բան ես ասում, բայց ոնց որ մի քիչ այդքան էլ այտենց պրոստը բարձ հարցեր չի տալի, այլ երբ որ անում բրցնում ես դրա վերջում արդեն լիքը ուրիշ հարցեր ա քո համար բացում, որ ոնց որ խնդիրներ ա քեզ տալի լիքը, որ պիտի լուծես այդ խնդիրները ու այդ խնդիրները այնքան կարևոր ա ալնում քո համար, որ դու էլ չես մտածում, բալավ ես ով եմ, ինչ եմ անում ես իրականության մեջ, արդեն սկսում ես ոնց որ այդ խնդիրների վրա աշխատել էլի։ Բայց հետո չի ինչ որ փախուստ ստացվում իտոգում։ Փախուստ։ Դες ցեն գլխավոր հարցը մեկա կա, հա, բայց դու ասում ես ես այս խնդիրներով կբզբզեմ հիմա, հա, որ չմտածեմ այն նրա մասին։ Ոչ բարձ է գիտակցված չես էդի անում, բայց ոնց որ սաղ կյանքը այդ ձև աշխատի էլի, то есть հենց որ ոնց որ ինչ որ կոնկրետ խնդիրներ չկան, ավելի շատ խնդիրը այդ հենց ինչ որ էգզիստենցիալ հարցերն է, երբ որ կոնկրետ խնդիրներ չկան, այդ վաղտ ոնց որ այդ վաղտ այդ անիմաստության զգացողությունը գա էլի, երբ որ կոնկրետ խնդիրներ չկա, երբ որ կոնկրետ խնդիրներ են առաջանում, խոսքին դե ֆինանսական բան ես կոմանկում, դու սկսում ես դրանց մասին մտածել, ու այն գլխավոր հարցը, այն գլոբալ հարցը, թե իմաստը որն է այս ամեն ինչի, դա գնում է երկրորդ պլան։ Որտե՞ս sense ինչ որ բաների վրա ես բզբզում ես պահին։ Հետո դրանք լուծում ես, էլի գնում ես այն հարցին։ Նայ, ես որ նկարելու վրով օրինակ բերեցինք, այսքան խորացանք, կարող է իրականում դա ինքնախապեյություն է, հետո ջոկեմ, բայց ինչ որ մի բան, որ նկարել եմ ու տենց ներքուստ ասում եմ դզեց, որ ես արեցի, խոսքը այդ լավ ու վատի առումով չի էլի, այս բան տեխնիկապես բան, ես տենց մի հատ մեծ խնդիր լուծում եմ իմ համար էլի, կամ հակառակը ավելի եմ բարդացնում այդ, տենց մի հատ լավ օրինակ ունեմ, բայց կվախենամ էլի դրա մասին բարձրաձայնեմ, այդ նկարելու հետ կապված, որ խնդիր ունեի, մտածում էի, որ այդ անեմ, տենց կմաքրվեմ, կդատարկվեմ, տենց հանգիստ կլինեմ, որովհետև վատ էի ու մտածում, մի հատ ձև էի գտե, մի հատ ֆորմատով այդ ամեն ինչի մասին խոսալու, նկարելու, մտածում էի, որ կանեմ, կհանգստանամ, բայց դրանից հետո տենց լրիվ պատկերը փոխվեց այլ ուղղությամբ, էլի։ Ու դրանից շատ եմ կայֆ ստանում, ինձ թվում է այդ իմ խնդիրները մենակ կարող եմ նկարելով լուծեմ, էլի, դա կապ չունի 20 րոպե կլինի, թե 10 րոպե կլինի, այդ բավարարում է ինձ ահա որ այդ խոսքս այդ իհարկե կենցաղային խնդիրների մասին չի, էլի, ավելի հոգևոր թեմաների մասին է։ Ես ասածոց դեռ բանն էս չի, ես արժեզրկում եմ այդ ինչ որ մի որևէ զբաղմունքը, էլի, то есть просто որ դու ասեցիր, որ այս բանից զբաղվում ես ինչ որ բանով, ու մտածում ես, բայց ինչի համար եմ անում, ում համար եմ անում, ոնց որ իմաստ է էլի այդ ամեն ինչի։ Ուզում եմ ասեմ, որ այդ հարցը ինչ որ պահի լյուբոյ քո գործողության կարա կպնի, դաժե այն նրանից ինչից որ մաքսիմալ հաճույք ես ստանում, խոսքի կինո նկարել։ Եթե այդ տեսանկյունից ես նայում, այդ հարցը կարա նորից կպնի դրան։ Բայց եթե կարաս մյուս տեսանկյունից նայես, որտեղ դու ջոգում ես դրա իմաստը որն է, որ դու քեզ լավ ես զգում օրինակի համար դրանից։ Ու վсё, այդքանով բավարարվես։ Այս որ հիմի նոր ասում եմ, որ ինչ եմ անում, այդ իրոք ոնց որ այդ արածս գործին տենց սուբյեկտիվ չեմ վերաբերվում, էլի, այլ օբյեկտիվ նայում եմ, էլի,
4 կողմից նայում եմ ու 4 կողմից էլ ինքը դատարկություն է, բայց ոնց որ իմ գերխնդիրը այդ գործով զբաղվելու էս պահին մի գերխնդիր ունեմ, որ դա անում եմ, որ տամ վարձ տամ, բայց առաջ իմ մար տեն շատ սկզբունքային էր էլ, երևի ջահել էի, բան տենց չէի խրվել ինչ որ խնդիրների մեջ, որ ես չեմ անի այս գործը օրինակ, որովհետև ոնց որ իմ սիրած գործի հետ շատ անմիջական կապ ունի ու դա կամերան է, նկարելն է, երկու կապված է իրար, ոնց որ շատ սկզբունքային էր, որ ես նենց բան չեմ նկարի հաստատ, որը մարդկանց հասարակությանը կդեգրադացնի, շփոթության մեջ կգցի, սխալ ինչ որ բանի պրոպագանդա կլինի, բայց մի անում եմ դա ու դա այս երկրում լեգալ է էլի, ինձ թվում է աշխարհում լեգալ է այդ գործը, որը չպետք է լիներ էլի։ Это вообще обидно է իրականում, որ այդպես կամերան ձեռդ ես վերցնում ու այդ ամեն ինչն ես անում, մտածում ես այս նույն կամերայով ես կարա հիմա շատ հավես բաներ անեի, բայց ես այս եմ անում։ Հա, ու այդ շատ բան ասեցի, շատ ճիշտ ասեցիր, որովհետև հենց տենց եմ մտածել եմ, ասում եմ ոչ թե ինչ որ տենց շեդևր կանեմ, ինչ որ այդ կամերով ասենք մտածում եմ, որ սրա փոխարեն կարար մեկը նստած լիներ ու պրոստը բանաստեղծություն կարդար ու 100 անգամ արժեքավոր կլներ այն նրա համեմատ ինչ հիմի եմ անում էլի։ Ճիշտ ասենց շատ եմ դժգոհում, բայց ոնց որ զրից ենք անում դրա համար եմ էլի ասում իրար այդ հանգիստ, բայց եթե անընդհատ օրինակ մտածեմ սրա շուրջ ու ինձ հուսադրող ինչ որ բաներ չգտնեմ, կարող խելագարվեմ էլի, տենց չեմ ձգի, մտածում եմ, որ էս էլ էտապ է ու պետք է այս ամեն ինչ տենալ, քանի որ դոկումենտալ ես սիրում եմ, այս կերպարները ոնց որ պետք են էլի, որ մոտիկից ես տենամ, որ սրանք կան էլի, իսկական են այս կերպարները, չեմ ուզում ասենց մեր խոսակցությունը շատ քաղաքականացնեմ, բայց քաղաքական գործիչների մասին է էլի խոսքս, որ օրինակ ես կերպարները կան իրականում էլի, ու մի հատ ճանաչի, որովհետև կարող է վաղը ինչ որ խաղարկային ֆիլմ նկարես, քեզ թռեշ դեպուտատի դեր իմանաս այդ կերպարը ոնց ուսումնասիրի, բայց դա ինքնախապեյությունները գտեք ինքնախապեյություն պլյուսները ես գտնում ոնց որ իրավիճակում էլի, այդ պլյուսները ռեալ կան, հա ոնց որ ինձ թվում է ինքնախապեյություն կլներ, եթե դու ասեիր, հալավ այդքան է վատ գործ չի օբշի, այդքան է, չգիտեմ, հանրությանը վնաս չի կամ նման բան, բայց դու adekvat գնահատում ես էդի, բայց միևնույն ժամանակ այն ինչ որ կարաս պլյուս քաղես, խոսքի քո վարձ փակելու խնդիրը, քո այդ մարդկանց մոտիկից տեսնելը, ես այն նույն ձև երբ որ գնացել էի բան, կազինո աշխատելու, իլյուստրացիա անելու, ես այն նույն ձև խոսքի ես ինձ վատ էի զգում նրանից թե ինչ համակարգի մեջ եմ աշխատում, բայց ընդդից շատ լավ ընկերներ են մնացել, ես մտածում եմ ես մինիմում լավ մարդկանց դեից ճանաչեցի, ինչ որ իմ համար շատ թանկ մարդկանց, որ եթե ես դե չգայի, այդ մարդիկ չէին լինի իմ կյանքում, բայց ես մինչև հիմա ոչ այն վաղ, ոչ մինչև ընդունվել ես, ոչ է դուրս գալուց հետո ոչ մի վարքյան չեմ մտածել, որ այն որտեղ որ ես աշխատել եմ, դա ինչ որ լավ տեղ արժեր է աշխատել։ Ու ես չեմ բացառում, որ կարող է կյանքը մի օր էլ ինձ դասավորի, որ ես էլ նման տիպ տեղ աշխատեմ, բայց ես այդ աճոտ տալիս եմ էլի, որ ինչներ է տեղ պլյուս, ինչներ մինուս։ Այդ շատ լավ է իրականում ու որ ասում ես ինչ որ դրական բաներ պետք է վերցնես այդ գործից, օրինակ այս նոր գործից տեղը որ կա, ըտեի այդ աշխատող տղերքը որ կան, ինձ թվում է որ ես ըտեից դուրս գամ, իրանց հետ կապ կպահեմ էլի, ասենք կշփվեմ, որովհետև զգում եմ որ լավ մարդիկ են էլի, իրանք տենց լավն են ու հա այդ աշխատանքի տեղից տենց որտեղ որ աշխատել եմ, այդ ամեն տեղից կամ մի քանիսը կամ գոնե մի հոգի կա, որ տենց ինքը մինչև մի մնացել է էլի, որ տենց կուզեմ տենամ մի հատ, տենամ ոնց է։ Հա, իմ մոտ էլ է տենց։ Բայց տենց ես իմ մեր մոտ մի քիչ բան է էլի այդ գործատու աշխատող հարաբերությունները մի քիչ
տենց չգիտեմ ոնց ասեմ, բայց մի քիչ նորմալ չի էլի այդ հարաբերությունները իրականում։ Ես պրոստը մի բան եմ ջորգել, որ եթե քո հնարավորությունները թույլ է տալիս գործի վրա չդողալ, то есть աշխատես, բայց մամը մտածես, եթե դուս եկան ոչինչ, դա ահագին քո ներսում բան է փոխում քո պահվածքի մեջ, թեկուզ գործատուիդ հետ, որտեվ լիքը մարդիկ ի սկզբանե գործատուի հետ զգուշությամբ են շփվում, ու լիքը տեղեր գործատուն իրան ավելորդ ինչ որ բաներ է թույլ տալիս, ավելորդ չեմ ասում, էլի չգիտեմ, ձեռքցել կամ նման բան։ Պրոստը ինչ որ խոսքի դուք պայմանավորվել եք, որ այսքան գործ պետք է անես, ինքը այսքանն է վերից է դնում, ու եթե դու դողում ես գործի վրա, դա բանով չեմ էլ ինչ որ քննադատությամբ չեմ ասում, то есть հանգամանքներից կախված։ Եթե դողում ես գործի վրա, դու ասում ես լավ, դա կանեմ, որտեվ եթե չանեմ, այս մարդու հետ հարաբերություններս կփչանա եւ այլն։ Իսկ եթե չես դողում, մարդը ասում է խոսքի էսի արա, դու ասում ես ես այսքանն է ասել որ կանեմ, այսքանը կանեմ, այնի չեմ անի։ Ու շատ դեպքերում այդ մարդիկ այդ քո պատասխանը պատրաստ են ընդունել։ Դու տենց ասում ես, ու ինքը ասում է հա, օքեյ, ճիշտ ես ասում խոսքի։ Բայց քանի որ այդ վախը կա, որ դու կաս աշխատանքից զրկվես, դու էլ չես ռիսկի դիմում այդ ձև անես։ Վախում ես, որ կոնֆլիկտ կլինի, կթարցվի հետը դու գործից կհանի։ Բայց սովորաբար տենց էլ նման թարցվում են էլի գործատուները, ոնց որ։ Հա, դա տենց էլ է լինում։ Մի քիչ գիտես ինչ են տանում, ոնց որ չկա տենց հստակ աշխատանքային հարաբերություններ ու ընկերական միշտ խառնվում է, տենց ինչ որ հայավարի բան կա էլի։ Օրինակ ես միշտ պահում եմ այդ, դաժե եթե իմ հետ չեն պահել արդեն։ Դաժե եթե իմ հետ չեն պահում, ես մեկը այդի պահում եմ։ Այդ շատ կարևոր է պահելը էլի, որովհետև ինչ որ պահից դու չես ջոգում, դուք ընկերներ եք, թե տնորեն աշխատող հարաբերություններ է ու տենց համ ոնց որ ձեր շփումն է տուժում, համ գործն է տուժում էլի։ Ես ունեցել եմ տնորեն, ում հետ որ շատ մոտիկացել ենք, գերացել ենք ու մինչև հիմա շատ լավ ընկերներ ենք, բայց մենք երբ որ գործի մեջ ենք եղել, ու դաժե դա բառացի է խոսացվել է, ես ասել եմ, որ երբ որ գործի մեջ ենք, բուն գործն ենք քննարկում, ուրեմն մենք տնորեն ու ենթակա այդ հարաբերությունների մեջ ենք։ То есть այդտեղ մեր ընկերությունը կապ չունի, այդտեղ ես քո խաթր ոչ մի բան չեմ անելու, ինչպես եւ դու իմ խաթր պետք չի որ տեղավորվես իմ ինչ որ բաց թողումների ու նման բաների մեջ։ То есть ես լույսը վիզ դնեմ, որ հանկարծ միտեղ բաց թողում չունենամ, դու էլ ինչ ձև որ պայմանավորվել ենք, այդ ձևը շփվենք։ Ու իր հետ ստացվել է իմ մոտ այդ հարաբերությունները տենց բարդ։ Մենք հենց օֆիսում շատ ընկերական շփվում ենք, բայց խոսքի կոֆե խմելուց բան էսկում ենք, բայց երբ որ գործն ենք քննարկում, երկուսս այդ բանը ֆորմալ դիմակները հակնում ենք, էլի։ Դե դա շատ առողջ է, էլի, առողջ հարաբերություններ է դա։ Ու ինձ թվում է, որ շատերը տենց վերաբերվեն, ինձ թվում է հիմի վերաբերվում են։ Ես շատ ոլորտներում չեմ աշխատել, բայց փորձել եմ էլի մի քանի տեղ եմ աշխատել։ Ու տենց մի տեղ աշխատել եմ ու շատ վատ եմ եղել այդ աշխատելուց էլի։ Տենց հյուսիսային պողոտայում եմ աշխատել։ Լսի համ ոնց որ փող էր պետք այդ ընթացքում։ Պետք է աշխատեի, աշխատանք էր պետք այդ բունի հետ ինչ որ պահ սառեցրել էին այդ նկարելուց process-ները, համ շատ արագ գտա այդ աշխատանքը, ինչ որ մեկը Instagram-ով story էր արել, գնաց հյուսիսային պողոտա ու մի ամիս եմ այդտեղ աշխատել սպասարկող, իհարկե շատ վատ եմ դուրս եկել այդտեղից, բայց ոնց որ շատ ուրախ եմ, որ այդ մի ամիսը այդտեղ ապրել եմ, տենց իրավիճակներում եմ հայտնվել։ Ինչի բաղ ես ուրախ։ Ուրախ եմ, ոնց որ գիտես, ինչ շատ կոփվեցի էլի ու հասկացա, որ ես ոնց որ իմ արած աշխատանքը պետք է գնահատեմ, որովհետև այդտեղ հասկացա, որ ակնհայտ երևում էր, որ եթե ես իմ արածը չեմ ասում գերագնահատեմ, բայց համենայն դեպս իմ արած աշխատանքը գնահատեմ, տենց ճիշտ կլինի էլի, եթե չես գնահատում իմիջայլոց ես վերաբերվում, տենց
կարան պրոստը տրորեն ու շատ վատ վերաբերվեն Դա այդ մի ամիսը տենց է եղել է։ Այդ մի ամիսը տենց եղել է։ Աշուն կարևոր փորձ է պրոստը։ Ամեն պահի ուզում էի դուրս գայի, բայց մի շաբաթ հետո, բայց անդադ ինչ որ մի բան պահում էր ինձ էլի։ Ու տենց շատ խայտարակ իրականության էի բախվել էլի։ Ու այդ տենց բան էր էլի, շատ բան զուգադիպություններ, որովհետև այդ ընթացքում խորացել էի այդ Հյուսիսային պողոտայի վրա, այդ թեման ինձ հետաքրքիր էր, այդ փողոցի սարքելը, տենց ինչ որ արխիվային կադրեր էի գտել, նայում էի, ու տենց միտք ունեի, որ Հյուսիսային պողոտայի վրա ուզում եմ ֆիլմ նկարեմ, ու այդ ընթացքում նենց էր, որ նայում էի, թե ոնց են մարդկանց այդ Հյուսիսային պողոտայի ապրողներին տենց կադրեր էի գտել, չգիտեմ ոնց, ու գիտեմ ոնց, բայց չեմ ուզում ասեմ, ոնց էին էլի խայտարակ ձև իրանց տներից ծեծելով բան, տենց կոնկրետ էլի ինչ որ կադրեր կային, որ հին բնակիչներին, հա, ասենք մարդկանց վտարում էին իրանց տնից, վախացնելով, բռնության ենթարկելով բան, մարդկանց հանեցին իրանց տներից ու պայտակ տենց նայում էի, ասում էի, բա լավ, այդ տները քանդել եք, որ էս լինի, էս խանութները, էս ռաբիզ մասան, էս չգիտեմ էլի, էս սրտի գիտես էլի, ինչ որ բառը չեմ կարում էլի։ Հյուսիսային պողոտան մի խոսք։ Շատ տխուր էր էլի այդ պատկերը, որ տենց համեմատում էի այն ինչ որ տենց էկրանով էի տեսել ոնց են վարվում մարդկանց հետ ու արդյունքում ինչ ա դարել այս տարածքը, շատ զզվելի էր էլի ու շատ ամոթ էր իրականում, տենց ցավալի է էլի, իրականում չեմ էլ սիրում այդտեղով, չեմ էլ գնում ոչ թե տենց ռոմանտիկ ասոցացնում եմ այդ ժամանակ, այլ տհաճ է ուղղակի էլի, որ նրանք ազդեցություն ունեցել վրես այդ մարդկանց այդ տենց շատ ворի կադրեր կար էլի, գոռում են աղաղակում, լացում, ճիճում են սենց, քաշում են թևներից բան, ինչքան մարդկանց են վախացրել, տնից հանել, մի մասը առել են, շատերին խաբել են դաժե, ու տեղով անցնելուց տեսնում ես ինչ իրականության ես բախվում, այդ տենց շատ տխուր է էլի, շատ տխուր պատմություն է իրականում Հյուսիսային պողոտան էլի, չգիտեմ դա ազդել է վրես ու որ ասում էիր ինչի էր պետք քեզ, պետք էր այնքանով որ մի հատ ես մեջը ելնեի էլի, տենց գիտակցությամբ հասկանում ես որ թանգանոց խանութներ ու սրճարաններ ու հյուրանոցներ են բացել չինովնիկները ու այս մարդկանց հանել են, հա օքեյ տխուր է բան, բայց որ սա ազդեցություն է քո վրա ունեցել, մի հատ պետք է այդ միջավայրում ապրեիր մի հատ, որ դա ավելի թունդ զգայր, մի քիչ մազոխիզմի է տանում, բայց ուզում էի իրոք էլի։ Այդ տեսածից հետո էդի պակասում էր, որ վերջնական պատկերը կա։ Հա մի հատ անցնելով ոնց որ չես հավատում էլի, դրան պետք է մեջը լինեիր անդադ ու ես այդ ճնշման կարիքը ունեի։ Հարկադրված եմ գնացել ոնց որ այդտեղ, բայց գմեի որ կարիքը ունեմ, ես լաստեղ պետք է մնամ էլի։ Ու ահա որը շատ տխուր էր էլի։ Բայց դրանից հետո տենց ու իրականում այդ տերերն էին էլի, տենց շատ անհաջող մարդիկ էին, շատ քաղքենի մարդիկ էին ու ոնց որ տերերն էին ու օքեյ է, արդեն նորմալիզացվել է, որ իրանց աշխատողների հետ կարան անհարգալից վերաբերվեն, այդ օքեյ է։ Արդեն սովոր ենք դրան, որ կարան տենց վերաբերվեն, բայց որ իրանց հաճախորդի հյուրերի հետ կարան տենց վերաբերվեն, թե առերես, հա էլի, հա։ Ասիր առերես, թե ոչ առերես։ Չէ, առերես չէ։ Ամեջք է դե։ Հա, հերվից էլի։ Ասում եմ բան էլի տենց։ Ինչ ասում ես 3 ժամը բանա, կոֆե ավերցրել, նստել է սիկտարեք սրան, մեծ արեք գնացտից։ Ասենք մի հատ կին էր մտել, մեղր ծախող, տենց վիրավորական չնչի, բայց չկա որ կին էր էլի տենց բան, շատ հին մաշված շորերով լացակումած ինչ որ նկար ձեռը
Տենց մարդիկ շատ կան էլի մտել էր ու մեղր էր առաջարկում սրճարանի նստած հյուրերին այդ տերը շատ խայտառակ ձևով հերվից էլի տենց շատ բարձր քֆուր տվեց հյուրերի մոտ բաստեից բան եղի ու ինձ ստիպեց որ գնամ այդ կնոջը հանեմ հա ու հենց տենց ասեց в общем գնա լա գնա սրան ստիրարաստեից հոտ ա գալի վրից բան կաֆե ա մտել ու նայում եմ դեմքին եմ որ այդ այն պահն այն որ ասում ես պետք է անկախ ոնց որ չվախենաս չդողաս քու գործի վրա ու ես այդ պահին ոնց որ հենց այդ պահին դողում էի իմ գործի վրա որովհետև ջոգում էի որ ռիսկային ա որ ասեմ չէ ինձ եք ասի ստիրարաստեից В общем մոտեցել եմ այդ կնոջը ու շատ վատ եմ զգում էլի ինձ տենց թևն եմ ընկել ասում եմ в общем ներողություն եմ խնդրում էլի ասում եմ կներեք բայց պետք է դուրս գաք էլի ստեից որովհետև չեն սիրում ստեի մասան որ իրանց բան են անում ինչ որ բան են առաջարկում գնելու բան չեն առնելու մեկը որովհետև ստե նստած մարդիկ չունեն դրա կարիք էլի խնդրում եմ մի նեղացի արի դուրս արի բան ու հուզվեց այդ կինը ասում է հենց գիտես ես լավ օրից եմ սենց մի խոսքով էլի շատ ծանր վիճակ էր էլի ու սաղ ին վրա մնաց հա բայց ես հաղթարեցի գնացի այդ կնոջը հանեցի բայց ես մնացի դե չգիտեմ առաջ տենց ոգևորված էի որ ինչ որ բան նկարեի այդ հյուսիսային պողոտայի վրով բայց այնքան պատկերը այնքան զզվելի էր որ հիմա մտածում եմ որ չարժի որ ինձնից բացի ուրիշ մեկն է դա տեսնի ու շատ տենց թեմաներ ունենք կներես երկարվեցի էլի ու տենց շատ թեմաներ ունենք որ մենք տենց քաոսային իրականության մեջ ենք ապրում որ տենց թեմաներ կա որ մոռացվե գնաց լա երևի լավն էլ է դա որ չեն հիշում даже եթե բարձրաձայնվի գլոբալ Ես ոչ թե բան եմ անում դրանով տենց արժեզրկում եմ այն մարդկանց գործով, ովքեր ինչ որ խնդիրներ են բարձրաձայնում, խոսքին ու ինչ որ քաղաքական բան, որ ասենք բացահայտում են, որ այսինչ քաղաքական գործիչը խոսքի շատ վատ մարդ է, որտեվ ինչ որ խոսքի իր ախրանիկներին ասել է ես իմում տփեն խոսքի ու նման բաներ։ Տենց բաներ որ բացահայտվում են Ես ջոգում որ մի շաբաթից մոռացվում է դա ոչ մի հետք ոնց որ գլոբալ չթողի Ես համ տեսնում եմ դրա իմաստը բայց ոնց որ մարդիկ լուրջ չվերաբերվեն պրոստը ինչ որ բաներին տեղի ունեցող խնդիրներին էլի то есть իմանում ես sense խնդիր կա ասում ես դե կարելի է սպասել որ այս մարդը վատ մարդ է ու դու էլ չես հիշում էլ չես ընկալում իրան որպես այդ ձև պրոստը ընկալում ես որ հերթական վատ մարդն է ուղղակի Խոսքի նույնը հյուսիսային պողոտայի պատմությունը մարդիկ իմանան, խոսքի չգիտեմ կինո նկարեցիր օրինակի համար, ինչ որ մի հատ շոկի բան է բարձրանալու, ալիք է բարձրանալու, ու հետո էլի մոռացվի ու էլի մարդիկ գնան հյուսիսային պողոտա եւ այլն, ոնց որ շատ կարճատև լինի մարդկանց հիշողությունը, էլի։ Ես չեմ ճոգում, որ ինչ է պետք է անել, որ մնա էլի այդ ամեն ինչ, որ արդյունք տա այդ քո արածը։ Դե դրանք այնքան մեծ խնդիրներ են, ոնց որ մի հատ կինո նկարելով չպետք է լուծվի, հետևողական քայլեր էլ պետք է լինի, էլի։ Խոսքի բանը, պատերազմը եղավ, մարդիկ դադարեցին թուրքական բաներ առնել։ Հա։ Ես էլ ին վերաբերմունքը դրան չեմ ասում, ինչքան ես դրա մեջ իմաստ տեսնում, ինչքան չէ, բայց այն մարդիկ, ովքեր որոշել են տենց անել, իրանք իմաստ տեսել են փաստացի։ Բայց իրանք եթե արել են մի 2-3 ամիս Հետո էլի նույն ձև շարունակվել է։ Բայց այն պատճառը, ինչի համար որ իրանք չէին անում, այդ պատճառը ոչ միտեղ չի կորել։ То есть իրանք չէին անում, որ Թուրքիայի բյուջե փող չգնար, 3 ամսից իրանք էլի այդ անում են, ու այդ փողը, որ իրանք ծախսում են, գնում է Թուրքիայի բյուջե։ Հիմա ինչքանով այդ ռեալ ազդեցություն ունի, ինչքանով չունի իրանք զենքեր առնել, բան, դա մի կողմ, բայց այդ մարդիկ, որ որոշել էին տենց չանեին, իրանք դրա մեջ իմաստ էին տեսնում։ Բայց մարդիկ ոնց որ պատրաստ չլինեն իրանց կտրեն նրանից ինչը որ իրանց կոմֆորտ է, то есть դա ոչ թե մարդկանց պրինցիպներն է, այլ այդ պահին բարձրացված ինչ որ ալիքն է, այն ինչը որ այդ պահին ակտուալ է դրանից խոսալը, նույն ձև է հյուսիսայինի մասին մարդիկ իմանան, կդադարեն հյուսիսայինի կաֆեներ գնալ 2 ամիս։
2 ամիս հետո մոռացած կլինեն կամ կարող է հիշի, բայց ծանոթ մեկը կանչի ընդե ու ինքը ասի դե լավ հիմա իմ այս պրինցիպների խաթրով չեմ ասելու, չէ, այդտեղ չգնանք, կգնա այդտեղ, մյուս անգամ արդեն մոռացած կլինի ու էլի կսկսի այդտեղ գնալ։ Բայց ոնց որ մարդիկ իրենց նենց են բան ոնց որ չէ ուժեղ պրինցիպներ կա այդ ամեն ինչի տակ։ Բայց պրինցիպները իրենք չպետք է մի քանի ամսվա կյանք ունենան, էլի։ Ես ոչ քննադատում եմ անողին, ոչ քննադատում եմ չանողին։ Բայց ինձ դուրս չի գալիս այն, որ անողը իտոգում չես ժողում ինչից դրթված է դա անում, էլի։ Այդ դե հոգնում են էլի ինչ որ պահից։ Բայց եթե քո համար այդ հարցը պրինցիպալ է, ոնց հոգնես։ Դե փաստացի հոգնես, օրինակ ասում ես ոնց է չէ ինչ որ մի հատ չինովնիկի ախրանիկ ինչ որ մեկին ծեծել, всё այդ անցավ գնաց, էլ դրա մասին չեն խոսում, չեն խոսում, որովհետև գիտեն, որ չի լուծվելու այդ հարցը։ Դա հարցը այն չի, որ խոսան կամ չխոսան, ենթադրենք ու ռեալ տենց օրինակ եկա, ինչ որ քաղաքական գործիչ է, որը լիքը դաժան բաներ է արել, կրիմինալի մեջ է բեսամ տեղի եւ այլն, ու մարդիկ իր հանդեպ ինչ որ վատ վերաբերմունք է ինչ որ բայ ձևավորել, երբ որ իմացել են իր արածներից լիքը վատ բաներ, ու ասել են, «Всё, ինքը վատն է»։ Անցնում են տարիներ, այդ մարդը ուզում է էլի պաշտոն ինչ որ մի հատ ձեռք բերի, ու մարդիկ, այդ նույն մարդիկ, ովքեր ասում են, «Վայ, էս ինչ վատ մարդ էր ինքը», ըստ ասում են, «Դե մեջներից էսի ոնց որ այդքան վատ չի, բեր իր համար բան ենք քվեարկենք»։ Բա ուր կորավ քո այն պահի եղած այդ բանը, պրինցիպը, то есть ասած ոչ թե նա որ դրանից անդադ խոսան եւ այլն, այլ ամեն մեկի ներսում, ոչ թե այն որ ուրիշների վրա տարածեն, բայց եթե դու այդ ինֆորմացիան վերցիր ու հասկացար, որ այս բանը ես չեմ անելու, խոսքի այս կաֆեն ես չեմ գնալու օրինակի համար, որտեվ ես չեմ ուզում որ իր տիրոջ բյուջեն լցվի, որտեվ իր տերը շատ վատ մարդ է։ Եթե դա քո մեջ կա ռեալ, ուրեմն դու չես կարա 3 ամսից գնաս ու այդ նույն մարդուն արդեն քեզ մեկը լինի դու իրան օգուտ տալիս ես թե չէ։ Դու ես, եթե դու ռեալ ունեիր այդ պրինցիպները 3 ամսվա մեջ ոչ միտեղ չկորեցին, որտեվ պրինցիպը ինձ թվում է ինքը ոչ թե ինչ որ այս պահի որոշում է, այլ ինչ որ քո անձի հետ կապված ինչ որ մի բան է։ Մի օրինակ տես այդ նույն այդ գործի հետ կապված իմ մոտ էլ ինչ որ ունեի պրինցիպներ, չէ, որ սկզբից խոսում ենք, չէ, ես չեմ անի այս աշխատանքը ու ոնց որ հստակ պատճառները գիտեի թե ինչի չեմ անի, բայց ես էլ եմ այդ քո ասած օրինակների մեջ։ Բայց չէ, вообще այդ օրինակը չի։ Ես էլ քո գործի հետ կապված ինչ օրինակ որ դու ունես, լրիվ նույն ձև օրինակ ես եմ ունեցել։ Բայց մենք դա արել ենք ինչ որ բանից դրթված, կարիքից դրթված, խոսքի որտեղ այդ բանին պետք է քեզ գործ եւ այլն։ Բայց երբ որ դու գնում ես կաֆե, օրինակ, հա, կամ դու առնում ես շոր, դու ունես ընտրություն։ Խոսքս նրա մասին չէ, երբ որ դու չունես ընտրություն, երբ որ դու ինչ որ ծանր վիճակում ես, դու ինչ որ հաճույքի համար ես օրինակ անում, հա, գնում ես կաֆե կամ հագուստ ես առնում, դու ունես ընտրություն ըտեղից չանելու։ То есть դու կարաս գնաս օրինակ ինչ որ խանութ, որտեղ թուրքական շորեր են, բայց դու ունես պրինցիպ, որ պետքա թուրքական չառնես, ու դաժե եթե այն կողքի խանութը, որտեղ, չգիտեմ, չինականը կամ հայկականը այդքան սիրուն չի շորերը, եթե քո այդ հայրենասիրական պրինցիպները ավելի ուժեղ են, քան քո գեղեցկության պրինցիպները, դու չես նայի, որ այդ թուրքական ավելի սիրուն է, կասես թքած կգնամ այն մյուսը կառնեմ։ Կամ կաֆե գնալուց դու պրոստը կասես ոչինչ, որ այս կաֆեմ շատ համով բան են տալիս, բրաունի են տալիս, ես կգնամ այն մյուսը, որտեղ ստեղ կարևորը այն չի, որ ես այսօր համով բրաունի ուտեմ, այլ կարևորը այն է, որ ես, չգիտեմ, բյուջեն փող չլցնեմ։ Բայց դու տենց ասում ես դե լավ, ոչինչ, 3 ամիս չգնացի, հիմա կգնամ արդեն։ Այդ թուրքական որ ասում էի ինչ որ ալիք բարձացավ, որ թուրքական հագուստ չեն առնի, ու դա պրինցիպիալ էին վերաբերվում ու գիտեին թե ինչի են տենց վերաբերում, այսինքն դրա տակ իրանք ունեին իրանք գաղափարախոսությունը, չէ, անուն ինչի չանեին։ Ինձ թվում է այն մարդիկ, ովքեր իսկապես ունեին դրա վրով պրինցիպներ, այդ մարդիկ մինչև մի է չեն գնում։ Գնում են այն մարդիկ, ովքեր պայ ազդեցության տակ այդ ալիքի մեջ էին մտել, տենց ինչ որ իմպուլսիվ վիճակ էր, մի քիչ անցավ այդ թեման էլ հանդարտվեց, չեն խոսում,
Всё, էլ չեն գնում։ Նույնն է կաֆեի օրինակով, այսինքն այդ այն մարդիկ են, ովքեր միշտ ուզում են թեմայի մեջ լինեն, էլի, ինչ որ արտառոց իրավիճակ կա, ինչ որ թեմա կա, պրոստը թեմայի մեջ լինեն, ոնց որ չեն խորանում դրա գաղափարախոսությունը ինչա, ինչի հիմար չպետք է անես, այլ ալիք, հա, կարիք ունեն ալիքի մեջ լինեն, всё, մտել են։ Բայց կան օրինակ չեմ անդադ այդ քու նշած օրինակը շեշտում է Թուրքիայից թուրքական շորառնելը, որովհետև ճանաչում եմ տենց մարդ, որ այդ ալիքը էլի անցավ, բայց ինքը նույն իր պրինցիպի կախել է մոտը էլի դրանով։ Իսկ դե հա էլի։ Ես չեմ ասում, որ սաղ եմ տենց։ Իմ ասած այն է, որ պրոստ նույն օրինակ կինոյի օրինակն ենք, հա, բերում, ոնց ներկայացնես այդ ամեն ինչը, որ մարդկանց դա իրոք կպնի, ոչ թե դա ինչ որ ակտուալ թեմա դառնա այս պահին, այլ որ իրոք մարդիկ գիտակցեն, խի ինչն է խնդիրը, խի պետք չի, խի պետք ուշադրություն դարձնել այս բանին։ Ոչ թե նայեն որ ասեն, հիմա մարդիկ չեն գնում հյուսային, ես չեմ գնա մինչև անցնի այս ալիքը։ Ոնց անես, որ մարդկանց ուղեղին կպնի, էլի, ոչ թե ինչ որ պահի զբաղմունք դառնա։ Դե երևի պետք է անկեղծ լինես, էլի։ Կկպնի քո ջոգելով տենց։ Որ անկեղծ ես լինում, հա, կամ ինչ որ չափով հասկանալի ես լինում, էլի, եթե չի էլ կպնում, գոնե հասկանում ասում, լավ դե չկպավ, բայց այս մարդը հա ջոգում է, ինչի մար ես ասում։ Նույն կինոյի օրինակով կարամ բերեմ, եթե անկեղծ անես, տենց պատմությունը կկպնի էլի մարդուն։ Պրոստը ինձ նոր կան մարդիկ ասա, հետաքրքիր է։ Ինձ կան մարդիկ, որ մեկա չի կպնում, էլի, այդ մարդը տենց մարդ է ուղղակի։ Որ ինչքան դու խորը չի այդ մարդը, ճոխես, դու իրան ինչ որ խորը բան ես ասում, իրան չի կպնում, որտեղ ինքը դրա խորություն չի կարող տեսնի։ Ու գնում է հյուսային պողոտա բրաունի ուտելու։ Ու մի ամիս չի գնում հյուսային պողոտա, որտեղ տեսնում որ ոչ մեկ չի գնում, բայց մի ամսից գնում է արդեն։ Հա, բրաունի դուրս եկա, որովհետև այդ աշխատածս սրճարանում կար բրաունի հենց ու ես ահավոր չէի սիրում, որովհետև դա տանելուց վրան բան կար լցրած, անդադ ծորը մեր, դից պետք է շատ բան տանեիր էլի։ Բրաունի հետ տրավմա ունես ինչ։ Բրաունի հետ տրավմա ունեմ ու ամբողջս եմ պոտայել։ Ասած այդ տրավման որ դու ունես հյուսային պողոտայի հետ, ոնց անես, որ դա բոլորը ունենան, էլի։ Դες դու օրինակ այդ կադրերը տեսել ես ու քո համար բավական է եղել, որ դու լիքը բան հասկանաս այդից։ Դու սենց խորը նայես դրան, որ դու հյուսային պողոտայով անցնելուց ոչ թե այդ կադրերը հիշես, այլ արդեն քո մոտ այդ տեղը ինչ որ բացասական բան առաջ։ Ես նես չէ՞ էլի հիմա հյուսային պողոտայի դեմ ինչ որ բան եմ ուզում։ Չէ, հասկանում եմ։ Արշավ եմ ուզում։ Ես եմ ուզում։ Ես ուզում ասեմ, խիա որ մեկին կպնում ա, ես ջոգում եմ խիա։ Ուզում ասեմ տխուրա, որ տենց է, էլի որ մեկին բավական այդ կադրերը, իսկ մյուսին այդ կադրերը դաժե կինոյի մեջ բավական չեն, երբ որ կինոյի մեջ դա ցույց տան բացատրեն է խիա հետի վատ, մնացածն է ցույց տան, հետևանքներն է ցույց տան, դուրժացներին է ցույց տան, մեկը կարող է մարդը նայի, ասի հա օքեյ ու իրիկունը գնա հյուսային պողոտա։ Հրաչ իրականում այդ ոնց որ մենք շատ փոքր պետություն ենք ու մեր ժողովուրդն է շատ զգացմունքային են, էլի շատ բաներ կան, որ կարան տենց շատ խորը բան անեն, խորը ընդունեն։ Օրինակ կոնկրետ հենց հյուսիսային պողոտայի թեման ինչի չի կպնում հիմի մարդկանց ու շատերին ինչի կարա չկպնի որ նայեն, որովհետև դրանից հետո մենք տենց ահա քանի հատ երկու հատ պատերազմ ենք անցել, ճուգում ես ինչ որ քաղաքական ծանր process-ներ ա եղել երկրում բան, ոնց որ շատ անտարբեր են դարել էլի դրա արդյունքում մարդիկ իրար նկատմամբ։ Ես չեմ էլ ուզում որ ինչ որ մեկը հիշի ու տխրի, որովհետև այդ դրանից հետո արդեն շատ տխրելու բաներ ունենք, մի քիչ ուրախ է պետք ապրել։ Հիմա շատերը կասեն, ասենք տես այդ քանդված, ավիրված թաղամասերը, բան դա քումար կարա կոլորիտային լինի ու այդ մարդկանց համար արժեքավոր իրանց տունը, բայց իրանք կարան մտածեն, որ տենց նավիգ այդ քանդված թաղամասը լա տես ինչ ոսկեզոծ սիրուն շենքեր են բարձրահարկ բան, օտարերկրացիները գալի նկարվում գնում են էլի այդ շենքերի տակ,
հասկանում ես, մարդկանց դա հիմի ոգևորում այդ փայլուն քարերը, բանման ապակիները դզում է մարդկանց, այդ են ուզում հիմի։ Այսինքն են թաղամաս են բնակիչները բանման, ոնց որ այդքան էլ ոնց ասեմ, ոնց որ հասարակության համար այդքան է էական չեն էլի։ Ես այդքան համաձայն չեմ, որ մարդիկ այդ են ուզում։ Պրոստը ասենք այդ ոսկեզուց շենքի նման բաներից, այդ է հրամցրած պրոստը մարդկանց, որտեղ այդտեղ շատ մշակութային ինչ որ պահ կա, որ ստեղծվել է մշակույթ, որ ոսկեզոծ բաները էդի հավես է, օրինակի համար, հա։ Հետո սարքում են մի հատ ոսկուց շենք, մարդիկ նայում են, ասում են ինչ հավես է։ Բայց դա այդ մարդու ներսից չի գալիս։ Դա գալիս է նրանից, որ իրան սովորացրել են ինչը ինքը պետք է անցալի որպես հավես։ Ու հիմա որ այդ մարդիկ ուրախանում են այդ ոսկեզոծ շենքից, ես չեմ կարող այդքանով բավարարվեմ ու ասեմ, դե լավ, ուրեմն պետք է այդ ոսկեզոծ շենքը։ Ես չեմ բավարարվում, հարմարվում եմ պրոստը էլի։ Ուզում եմ ասեմ, որ չհարմարվելու տարբերակ է չունեմ։ Չէ, գիտես որ նա չհարմարվել, ոնց որ չհարմարվելու տարբերակը այնա, որ դու նես չի հարցես լուծում դրանով, բայց դու գոնե փորձում ես ինչ որ բան ես ու ինչ որ պայքար ունես այդտեղ, որ եթե դու էլ քո կողմից, օրինակի համար համարում ես, որ այս մարդկանց ուղեղը լվացած է, դու փորձում ես ինչ որ մի հատ արժեք այդ մարդկանց ցույց տաս։ Քո գիտելիքներին համապատասխան փորձում ես մաքսիմալ հասանելի այդ արժեքը այդ մարդկանց ցույց տաս։ Ու միգուցե ինչ որ մարդիկ, ովքեր այդ ոսկուց շենքին նայում էին, ասում էին, դե էս է երևի հավես, այդ քո արածը տեսնեն ու ասեն, հա, չէ, փաստորեն էսի ավելի հավես է։ Դա ինձ թվում է մաքսիմալն է, ինչ որ դու կարաս անես չհամակերպվելու դեպքում, էլի։ Բայց ես այդ մաքսիմալին մի քիչ չեմ հավատում, որ իրանք օրինակ այդ ոսկեզոծ այդ շքեղ թանկ վիճակից դուրս կգան ու իմ ցույց տվածին ուշադրություն կդարձնեն, էլի։ Ինձ թվում է դի բանը տենց մի քիչ ականջին սովորելու մոմենտ է պրոստը, էլի։ Ոնց որ եթե ես Հյուսիսային պողոտայի մասին ինչ որ բան նկարեմ ու այդ ընտանիքներից գտնեմ ինչ որ մարդկանց իրանց նկարեմ ու պայմանական բաներ եմ ասում ու այսօրվա Հյուսիսային պողոտան, ասենք ինձ թվում է ես դու գնայենք ու մաքսիմում մի հոգի էլի ու լավ էլ մարդկանց չի կպնի, որովհետև դա արդեն edge-ը փակած հին թեմա է, էլի։ Դե աջողում եմ ինչ ես ասում, բայց հին թեման է կարա նորից ակտուալ դառնա։ Ես մի քիչ ուրիշ ոչ հին թեմայի հետ կապված կարամ օրինակ բերեմ, բայց ոնց որ մարդիկ ինչ որ վերաբերմունք ունեն խոսքի լավ բերեմ բանը մինչև ամուսնությունը հարաբերություններ ունենալ սեռական շատ կայֆ բան է։ Հա, շատ կայֆ բան է, բայց մարդիկ սուր վերաբերմունք են ունեցել ինչ որ վաղ առաջ։ Հիմա այդ սուր վերաբերմունքը այդքան չկա, ինչ որ տեղեր էլի կա, բայց այդքան սուր չի արդեն։ Դա ինձ թվում է միայն նրա շնորհիվ է, որ ինչ որ մարդիկ դուխ են արել, բարձրաձայն են, որ դա նորմալ է, իրանց քրֆել են առաջի անգամ, իրանք ասել են օքեյ, երկրորդ անգամ էլ են դա բարձրաձայն է, երկրորդ անգամ էլ են քրֆել, բայց տեսել են, որ այս մարդը վրոդի բայց վատ մարդ չի, ոբշե հետաքրքիր կերպար է։ Երրորդ անգամ բարձրաձայն է, արդեն չեն քրֆել, բայց տենց ասել նա դեսով էս կլոուն է խոսքի։ Բայց ամեն ինչ որ իր մեջ ինչ որ արժեք տեսել են։ Ու տենց ամեն անգամ sense գնալով մինչև այդ մարդը արդեն ես ինչ որ մարդու օրինակ եմ բերում, բայց ավելի մասսայական նկատում։ Երբ որ արդեն մարդիկ նայում են, ասում են, դե երևի օքեյ է, то есть այդքան վատ չի։ Դիպը ես տենց չեմ անի, բայց օքեյ է, որ այս մարդիկ տենց են անում։ Այդ մի քանի տարուց այդ մարդն էլ է արդեն տենց անում։ Բայց ինչքան ականջը լսում է, այնքան նորմալ է դառնում։ Ու ես էս ինչ որ դաժե հին օրինակ բերեցի, որտեղ ինձ թվում է այս հարցը բավական հիմա մեծ հաշվով օքեյ է ավելի, բայց ես որ խոսքի գնում եմ բան, stand-up կլուբում նայում եմ ինչ թեմաներ են քննարկվում այնտեղ ու ինչ մարդիկ են նստած լսում ու խնդում դրա վրա։ Ես ասում եմ, այս մարդը խոսքի մի տարի առաջ կամ դաժե կարող է հիմա դաժե, բայց դուրսը ինչ որ մեկից այս նույն բանը լսեր, ինքը, չգիտեմ, շատ վատ ռեակցիա կտար դրան։ Բայց այդտեղ որտեղ այդ ասում է այն կոմիկը, ում որ ինքը ինչ որ արդեն լավ վերաբերմունք ունի, ինքն սխնդում ասում է դե, ասում է էլի, բայց ինքը էլ են մարդը չի, ով որ խոսքի ինչ որ
Instagram-ում վիդեո կտեսներ ու տակ կգրեր ձեր ազգի ձեր պատճառով որ մեր ազգը էս օրինա բան Էլ ինքը այդ մարդը չի, բայց ինքը այդ մարդն էր ինչ որ ժամանակ առաջ, պոտենցիալ այդ մարդն էր, եթե ինքը չգնար այդ մարդկանց կատակները չլսեր, ենթադրենք, ինքը կդառնար այդ կոմենտ գրող մարդը, բայց ինքը գնաց լսեց ու պրոստը արդեն մտածում է, հա դե հիմա թո տենց լինի։ Ես տենց չեմ անի, բայց օքեյ է որ տենց է։ Հա, բայց այդ էլ է շատ լավ, որ ինքը միանգամից տենց չի փոխվում, այլ դրան նորմալ է վերաբերվում էլի։ Էդ էլ է շատ մեծ դրական փոփոխություն։ Միանգամից փոխվելը վախենալու է ինձ թվում է, եթե այս բանը տենց փոխվեց, մյուս բանը չգիտես այդ մարդուց ինչ սպասես էլի։ Բայց շատ լավ օրինակ բերեցիր էլի, դզեց տենց այդ տենց շատ շոշափելի օրինակ էր էլի։ Ես շատ եմ պրոստը տեսել, որ ես նայում եմ այդ մարդկանց, ու ասես նայում, մինչև խոսքի ելույթը կարող ասես նայեմ, ասում եմ, այս մարդիկ չեն խնդալու, հələ մի հատ է կարող սկանդալ անել, ստե մի հատ քֆուր լսեն, անկախ նայից որ սկզբից ասվում է, որ ընդ կարող քֆուր լինի, կռիվ են անելու։ Հետո նայում, տեսնում սաղից շատ այդ մարդիկ են խնդում։ Ու դզում է այդ ինձ շատ էլի։ Որ այդ մարդը, то есть այդտեղ արդեն իմ խնդիրն է, որ ես այդ մարդուն դատել եմ իր հակացով ու տեսքով, բայց հարց չկա, թո իմ խնդիրը լինի, ես դեմ չեմ, որ ես տենց խնդիր ունենամ, բայց ուրախանամ նրանով, որ ես սխալվեցի, то есть ես կողմ եմ այդտեղ սխալվեմ, էլի։ Հա, ու այդ շատ կայֆ պահա, երբ որ հենց քո աչքի դեմը տենց մարդ ինչ որ փոխվում է, էլի փոփոխության է ենթարկվում, իմ հետ էլ է տենց եղել ու այդ բիչոկը սիգարետի կտցնելու պատուհանից տենց ընկերներ ունեմ, որ փոխվել է իրանց մոտ առաջ բաներ։ Նա ես տենց չեմ կարելի ասել չեմ կտցրել, աղբաման եմ գցել, բայց ինչ որ պահից դա տենց շատ սուր սրվեց մոտս, որ աղբաման չէի գտնում, առաջ որ չգտնեի կարող է թաքուն տրուբի մեջ մի տեղ ծակի մեջ հարմարացնել։ Հա, թաքուն մի տեղ նենց գցեի, որ մարդել չտենար էլի, բայց տենց չեմ կտցրել ու ինչ որ պահի դա շատ սրվեց ու արդեն երբ որ բիչոկ սրու աղբաման չկար, աղբաման էի մանգալի կամ ջեբս էի աղբաման էի սարքում, ջեբերից էի հավաքում ու անդուր հոտ էր գալի, ես մի հատ այդ է պրինցիպը, հա, այդ բայց շատ լավ պրինցիպ է, երբ որ դու պատրաստ ես որ ջեբիցդ հոտ գա, բայց էդի չանես։ Էսա կասեմ ինչի ինձ դրթեց դրան, որովհետև տենց վիզուալ շատ ոռի բան էր։ Տեսա էլի տենց ու ընկեր ունեմ գիրովական, որ իր հետ տենց մեքենայով շատ էինք լրվում, ոնց որ գիրովական 6-ից հետո մենակ կարաս ավտոում ինչ որ կոֆեի ապարատի մոտ լրվես էլի, ուրիշ բան չես կարանես, ու այդ մոխրամանը որ կա, տենց ինքը կասա էլի կոպեկների բանման, չէ, խառը, հիմնական տենց են օգտագործում, ու սկսեցի այդ կոպեկների վրա կտացնելը, մի երկու անգամ տես ճոռ։ Այդ մեքենայի մեջ մոխրամանը։ Հա, տես փչեց բան, ման, սենց տվեց մոխիրը, թափվեց բան, գժվեց, ահա որ բան։ Ու տենց սկսեցի շարունակ անել, մի օր մի 3 օր երևի էլի, ու ինքը դրա վրով ահա որ նեղվում էր էլի, որ ես իրա մեքենան կեղտոտում եմ, պետք է դուրս գցեմ էլի։ Ու երրորդ օրը եկա, տեսա այդ մոխրաման ակուրատնի կոպեկները հանած բանման, մի հատ էլ մաքուր բիչոկ ա մեջը, ասա ես էլ ներվեր չունեմ, ինչքան ես մեզ մեջը կտացրու, ու ինձ դզեց շատ։ Ու տեսա, որ ինքն էլ չի արդեն կտցնում։ Ну, մի քիչ կարճ եմ պատմում, ընթացքում հետը խոսացնեմ էլի ահագին դրա վրով։ Ու ահա որ լավ է ինձ զգում էլի, տենց շատ գերոյ էի զգում, ինձ թվում է շատ մեծ բան եմ արել էլի իմ բայց ոնց որ այդ բիչոկի խնդիրը մինչև մի կա էլի ու շատ զզվելի բաներ են։ Հա, բայց դու ինչ որ պստիկ փոփոխություն արել ես, այդ է ինձ թվում է չհամակերպվել է էլի։ Նայ, ես ընդհանուր ոնց որ քաղաքի մեջ դա շատ աննշան, աննկատելի բան է, բայց իմ կյանքում դա շատ մեծ բան էր, որ արեցի էլի։ Ասեն քաղաքի մասշտաբով դա աննկատա էս պահի դրությամբ, բայց դա նկատելի է տարիների կտրվածքով, որտեղ էս պահին քչերն են արդեն ու շատ ավելի քիչ մարդ է բիչոկը դուսը գցում, քան 10 տարի առաջ խոսքի։ Բայց դա ինձ թվում է տեղի ունեցել հենց այն մարդկանց շնորհիվ, ովքեր սկսել են գցել աղբանը
Մյուսինը ասել են խես գետնին գցում, կարաս ընկերոջը թեկուս չեմ ասում դու սա անծանոթին։ Պրոստը ասում եմ խես մենա կարաս ընդ գցես։ Ու այտենց փոխվել տարիների ընթացքում փոփոխություն ա։ Դուս ես չեմ համարում, որ այսենց պստիկ ինչ որ գործողությունները իրանք արդյունք չեն տալիս էլի։ Եթե դու ուզում ես այդ արդյունքը այս պահին տեսնես, հա, չես տեսնելու, տենց աբիդն է ալնելու, որ դու տանջվում ես, արդյունք չկա, բայց գլոբալ դու գիտակցում ես, որ այդ արդյունքը կա։ Բայց դրա հակառակը օրինակ չի աշխատում իմ մոտ։ Օրինակ ես գիտեմ, որ ծխելը վատ բան է, բայց այս պահին ինքը ազդեցություն չունի իմ վրա, ու ես նույն ձև ոնց որ այդ Բիչոկ չգցել որ ես գիտեմ որ ես ընկերոջս ասեմ դու եմ իքցի էդի 10 տարի հետո օգուտ կլինի ես չեմ կարող իմ ծխելը նույն ձև գիտակցեմ որ 10 տարի հետո վնաս կլինի ու պետք չի հիմա այդ բայց բանը այդ ես երևի արդեն այդ որ ասում եմ թաքուն ինչ որ միտեղ կարայի գցեի դե փոքր էի էլի այդ երևի մի 10 տարի կլինի որ տենց պրինցիպիալ ջեբս եմ հավաքում ու դաժե եղել է մետրո եմ խուզարկելուց ոստիկանները տենց հանել են ջեբից ինչ որ բիչոկներ ու հարցնում են էս ինչ է այս բիչոկները ասում եմ դե ոնց որ աղբաման որ չեմ գտնում ջեբս եմ հավաքում ու զարմացած եմ սանայում ասում չէ սա ուրիշ բան է հոտակաշում ասում դու սա քանդը մեջ ուրիշ բան ես լցնում բան ասում եմ չէ մի ժամանակները փոխվել է հատ կա դրանով էս փաթաթում էլ դատարկ էլ լցնել տենց էլ ակտուալ չի ու տենց շատ տարօրինակ է վերաբերվում էլի ասում եմ տենց գժի տեղ ես դրե բիչոկ ես հավաքում բան ասում եմ հա ու տենց вообще լուրջ չվերաբերվեց ասաց վեշերը հավաքի գնա ու չհասկացավ թե ես դա խիեմ անում խիեմ աղբաման հավաքում ու դե մի քիչ շատ երկար պիտի բացատրեիր որ հասկանար աղբեր ու լսի ու հենց այդ նույն ոստիկանին տպավորվել է մեջս որտեղ մի քիչ կոնֆլիկտային ենք էլի իրար հետ շփվել այդ նույն ոստիկանին տենում եմ այդ բարեկամության գետնանցումը որ իջնում ես այն ծիրանի կողքով որ կա այդտեղ այդ հենց այդ մտնելու կողմը Պերիլաների վրա ծաղկամաններ կան դրած մեջ ծաղիկներ տեսա ծխեց այդ ծաղկամանի մեջ հանգցրեց ծուռ փչեց դեպի դուրս ու մտավ գետնանցում ու ջոգեցի որ տենց այդ շատ էի իր հետ երկարվել էլի իմաստ չուներ պրոստը բայց ինքը գետնին չի գցել դու հայերի մոտ այդ մոմենտը կա չէ որ իրանք աղբամանն օգտագործում լյուբոյ բան որը իրանց հիշացնում է աղբաման Խոսքի sense ֆորմա ունի, ծաղկամանը, դա ավելի շատ աղբաման է, քան հատակը։ Խոսքի է տենում ինչ է էլի մեջ։ Կամ այն ծառերի տակ, որ sense հողի բան կա, մարդիկ գետնին չեն գցում, այդ հողի վրա են գցում, որտեղ առանձնացված տեղ է։ Լյուբը առանձնացված տեղ ոնց որ անցալ են որպես մոխրամ։ Ախպեր այդ շատ զզվելի է ու խայտարակ վիճակ է էլի, այդ մասով էլի նույն գնում եմ այդ բարեկամություն մեր այդ շենքի մոտ դալանի կանգար կա կանգարի կողքը աղբաման է ծառա այդ բիտոնը կտրած հողոտ մաս աղբամանի մեջ բիչոկ չկա սաղ տակն է ու այդ ծառի վրա է փչակ կա փչակի մեջ անձեռոցի կոֆեի բաժակ բիչոկ բանման ու սա տենց ծիծաղում ենք հումորային է թվում չէ աղբաման ծառի փչակի մեջ տակը սաղ բիչոկ բայց իրոք դա տենց կա էլի այդ ռեալ է որ դա անում են ու շատ ամոթ է էլի տենց չգիտեմ մի անգամ այն երիտասարդական էի Իսահակյանի արձանի հետևելի տենց սիրուն գազոններ կար չէ տենց տեստե գարունը շուտա չէ բացվում ծառերը նոր ծաղկել էին սիրուն բան մաքուր օդի նստած էին նստարանին ու այդ արևն է sense թեք ընկնում է մի հատ շատ սիրուն կին էր իր երեխու հետ աղջիկ երեխու պոչիկով տենց այդ կերպարը շատ տենց տպավորվել է այդ կնոջ կերպարը էլի երեխու ձեռից բռնած սիրուն քայլում էին դեմներով մի հատ չաղ մարդ էր անցնում կտրեց դեմները էլի հենց տենց սիգարետը հանեց այն աչքը սենց այն որ ծուխը ընկնում է սենց կտցրեց գետնին պեծերը սենց թափվեց այդ արևի լույսի տակ ծխովում գավ այդ ծաղիկների մեջ ու այդ բիչոկն ա կպե ինչ ծուխ անում կոնկրետ սենց
ու այդ կինն ու երեխեն են դրա ֆոնին էլի, այդ բեքգրաունդը այդ կինն ու երեխեն են սիրուն կանգնած ու իր այդ սենց դանդաղացրած տենում են երկու իրականություն հա էլի իրեն բախվել չգիտեմ այդ պահին տենց ներվայնացա բայց հետո խնդալու էր էլի շատ որ այդ ինչ բռնեցի էլի այդ երկու իրականություն բայց այդ ընկերների պահով տենց մենակ իրան օրինակ բերեցի բայց ունեմ էլի ընկերներ որ տենց իրանց մոդելա փոխվել ու դա ու շատ ուրախ եմ էլի գիտես ինչի մի քիչ մեր մոտ տենց բան կա էլի որ ինչ որ մեկին ինչ որ բան դիտողություն է անում որ սա սխալ է ինքը այդ իր ինքնապաշտպանողական ռեակցիան միանգամից սուր բռնում է ու սկսում է բացատրել խես դու սխալ հա խես դու սխալ ու փորձում է ինչ որ արդարացնի իր արածը ու ագրեսիվանում են էլի հիմնականում որ սկզբում հենց տենցել էր բայց որ փոխվեց շատ ուրախ եմ էլի դրա համար այո մի հատ տղա կար որ վաղտին մոտ ենք իր հետ մի անգամ գիշերը երևի մի դուս քայլում ենք մի 40 րոպե կռիվ ենք արել այդ պատճառով որ պրոստը բիչոկ գցես գետնին ես ասում 2 մետր ենկոմ աղբան կախես գցում ու ինձ ակնհայտ է որ նու այդտեղ ես էի ճիշտ էլի օբյեկտիվորեն որտեվ իրոք կար աղբաման բայց այդ խոսակցությունը 40 րոպե տևեց որ արդեն գորգռում ենք իրար վրա պրոստը ու այդ հենց այդ պահն է որ ուղղակի մարդ չի ուզում ընդունի դիտողությունը չի ուզում տեղ թողի նրան որ կարող է տեղին լինի այդ դիտողությունը էլի ու տենց վերածվում է ինչ որ կոնֆլիկտի ուղղակի կամ են որ աղբամանի մոտ չես հասցնում մի քիչ մոտիկ ես դնում կամ կարամ մի հատ կոնկրետ օրինակ բերեմ որ երևույթ բարձնի ինչ նկատի ունեմ այդ էլի այդ Կիրովական կոֆեի ապարատի մոտ մեքենայով կանգնած էինք ոնց որ մի 5 մետր հեռու որ կանգ առա չփակենք բան ու ձմեռ էր էլի այդ մինգերոջս հետ ոնց որ կոֆե էինք խմում բաժակները իրար մեջ դնում ասում էր բացի դուռը դիր հենց բարդուրին առավոտ գալու են մաքրեն եթե հետը վեր կունեն կգցեն ասում եմ չէ դե ոնց որ տանեմ գցեմ ասма դիր մեկ այնք օբշի անելու է էլի այդ вообще խնդիր չի ասма համե դիր որ պարապ չլինի ինքը որ գա գործ ունենա անելու ու ես չեմ ճոգում այդ ինչա ասում ու չեմ ճոգում որ դա ալարկոտություն է պրոստը այդ 5 մետրը գնալ դիր փագին ու ես մի 3 օր տենց արել եմ էլի ինչև ճոգ ուշ եմ ճոգել մի 3 օր դրել եմ բարդուրին այդ բաժակները 3 օր դու էլ էր համաձայն որ արժի այդ բարդուն մի քիչ գործ ստեղծել հա մենակ այդ կոնկրետը դե իշ չպետք է աղբը հավաքի էլի բայց այդ հա էլի տենց մարդիկ կային օրինակ ես Ղարաբաղում եմ ապրել էլի ու այնտեղ այդ զուգարանները դրսում էր ու ծակով էր տենց լիքը հարևաններ ունեինք որ պրոստը զուգարանի ծակն էին կենցաղային աղբը լցնում այդ փոսի մեջ ու այդ նորմալ է որովհետև ընդ աղբաման բանման չկար էլի մեկ ինչ որ ձոր էր տենց ծառի տակ այդ ձորն էր աղբանոց դարել էլի արկղեր բաներ չկային էլի տենց փնթի եմ մեծացել էլի